Ես կասեմ, որ այսինքն սպառնում են ծնողներին, որ եթե դուք դուրս գաք ակցիաների, ձեր երեխեքին ընդ վնաս կտան ու երևի իրանք չեն ցանկանում այս ամենը անեն։ Եթե ցանկանան, իրանք մեր գերիների հարցը կբարձրացնեն, մեր անհետ կորածների հարցը կհանեն են բոլոր ժապավենները, որը նկարահանվել է պատերազմի ժամանակ, եւ իրանք այդ հարցերը կկարգավորեն, իրանք ուղղակի ցանկություն չունեն, ուղղակիորեն։ Այդ խունտան պետք է ասենց ամբողջովին հանձնես Ադրբեջանին, փոխանակես մեր գերիների հետ եւ երևի իրենք կհասկանան։ Ուղղակի ելնելով որ ծնողները ասենց ըմբոստություն հայտնեցին, շատ չի երկարացնեմ խոսելս, ոչ թե այդտեղ խոսքը գնաց որպեսի կառավարություն ընդունել, այլ ընդհանրապես որ իրանք կարողանան ընդունել եւ լսեն ծնողներին, իհարկե ճիշտ ասեց ծնողը, ապարդյունը ընդունելն ու չընդունելը նույնն է, ուղղակի իրանք գալիչկայի համար ընդունում են ծնողներին ու վերջ ցույց տան, տեսեք մենք ձեզ ընդունել ենք, բայց ասեմ դա էլ է, ընդամենը տենց լուրեր են տարածում, որպեսզի այ եթե դուք դուրս գաք ակցիաների, ձեր երեխաներին ընդդեք կվնասեն եւ այլն, այս սրանով իրանք փորձում են ծնողներին լռեցնել, բայց ըստ իս տենց էլ չի դա։ Իրենք եթե ցանկանան այո Ալիևի դեմը շատ լուրջ հարց կդնեն եւ այդ հարցը կարողանան գոնե ինչ որ չափով որոշեն եւ լուծել։ Իսկ ըստ ձեզ ինչու Ալիևի դիմաց այդ հարցը չեն դնում։ Բայց իրենք կարող են նրա արչեւ Պապիկյանը հայտարարում է, համացանցից լսեցի, որ սահմանը լարված է, դա պաշտպանության նախարարի արտահայտությունը, դու զբաղեցրել ես ամբողջ զինված ուժերի ղեկավարությունը քո ձեռքում է, դու որպես նախարար ասում ես համացանցում եմ, լսում իրենք անգամ այսօր է կրակոցներ լինում, իրանք պատասխան չեն անում, չեն տալիս պատասխանը, չի թույլատրվում զորքին պատասխանել, այս այսօրվա մեր կառավարությունը, իրանք կարան Ալիևի դեմ ինչ որ մի բառ խոսան, ինչ է նշանակում խաղաղության պայմանագիրը ստորագրենք, բայց գերիների հարցը մեջ ընդգրկված, բա ինչ հարց է ընդգրկված։ Ինչն եք ուզում դրանով, ինչ խաղաղություն պետք է ունենանք, իրանցնել էին ասում խաղաղություն, տաշի թևնել էին ասում խաղաղություն, որտեղ եք խաղաղությունը դուք տեսել, ոնց ուզում են վարվում են սրանց հետ, ես ասել եմ, կոպիտա ոնց բամփում են գլխներին, այտենց իրենք անում են, իրենք իրենց երեխեքին, այսինքն իրանք այնքան թրքացած են, որ անգամ իրանց երեխեքի հետ սենց վարվեն, իրանց համար դա ըստ ինձ նույնը կլիներ, եթե իրանց համար նույնը չներ, իրանք կհասկանային այս ծնողների վիշտն ու ցավը, դուք պատկերացնում եք ծնողը չգիտի իր երեխեն անհետ կորած է, գերեվարված է, թե ինչ է, գոնե շիրիմ ունենա, գնա խունկ ծխա, ինքը հանգստանա, շատ ցավալի վիճակում են մեր ծնողները։ Հարգելի հետևորդներ, ովքեր նոր են միացել մեզ, նշեմ, որ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի առջև, որտեղ հավաքվել են 40